ապա տեղեկատվություն են տարածում ադրբեջանցիները, թե ինչ են անում այս խաղաղության են գնում։ Ադրբեջանը խաղաղության չի գնացել եւ չի գնում։ Որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնի, խափի, թմրեցնի, ասի, որ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության, փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամեն ինչը սուտ է, տեքստի հայտարարության մասին, համաձայնեցման մասին հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության, չակերտավոր խաղաղության համաձայնագիրը կնքելու նախապայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Դրան կհետևի գերիների ներողություն, այսպես կոչված պատերազմական հանցագործների վերադարձի պահանջը, դրան կհետևի ինչ-որ 350,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Սա է Ադրբեջանը բացարձակապես որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու, Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու։ Պարոն Խաչատրյան, երբ այսպես հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը պատրաստ է եւ այլն, Հայաստանի վարչապետը նախ շտապեց զանգել Ռուսաստանի նախագահին, հետո Իրանի նախագահին եւ երեք նաեւ Մակրոնին զանգեց։ Ես ամեն դեպքում լրահոսում չեմ տեսել, որ Ադրբեջանի նախագահն էլ այսպես շատ ողջավորված տեղեկացնի բոլորին, որ այդ պայմանագիրը վերջապես գլուխ է եկել։ Ինչով է պայմանավորում սա։ Նախ առաջինը հենց Ռուսաստանի նախագահին զանգը, որտեղ գիտենք մինչ այս բանակցությունները անգամ Արցախի հարցում Հայաստանը ավելի շատ այս արևմտյան հարթակում էր փորձում հարցերը կարգավորել։ Ինչով է սա պայմանավորված։ Դե հիշեցնեմ, որ երբ Եվրամիության անդամակցության պսևդո օրենքը առաջին ընթերցման անցավ խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը զանգարել էր Պուտինին եւ ներկայացրել այդ օրենքը։ Կարծում եմ ինքն էլ է հասկանում, որ Արևմուտքը հիմա ունի լրիվ այլ առաջնահերթություններ։ Տեսեք, Բայդենի ադմինիստրացիայի վերջի օրերին այս իշխանությունները Արադ Միրզոյանը եւ Անթոնի Բլինքենը փաստաթուղթ ստորագրեցին, բայց օրինակ Ուիտքոֆը, որը ժամանել էր Մոսկվա, եկավ Բաքու, Հայաստան այդպես էլ չեկավ։ Իրենք էլ են հասկանում, որ Արևմուտքը մի քիչ այլ առաջնահերթություններ ունի հիմա։ Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև որոշակի լրձեցում է տեղ ունենում եւ ստեղ էլ եմ ասում Հայաստանը ինչքան էլ գործի իրեն պատրեն, օգտագործելով Արադ Միրզոյանի օգտագործած եզրույթը, որ որևէ հարցում չմեղադրի, կարծեմ Եվրոպան գոնե եւ Միացյալ Նահանգները, այսինքն հավաքական արևմուտքը դեռևս այլ կամ հիմա այլ առաջնահերթություններ ունեն։ Այսինքն տպավորություն է, որ այս պահին ինչ-որ միջնորդ է անհրաժեշտ այս խաղաղության պայմանագրի, եթե անգամ ստորագրվի կետերի իրականացման կամ խաղաղության ապահովման, այսպիսի տպավորություն կա։ Տպավորությունն այն է, որ Հայաստանը պահանջեր միջնորդավորված բանակցություններ, որովհետև այդ բանակցող կողմերի միջև բանակցային ուժերը տարբեր են, պետք է միջնորդ, որպեսզի բալանսավորի այդ տարբերությունները եւ նաեւ ինչ-որ չափով հանդես գա որպես բանակցությունների արդյունքում ձեռք բերված բանվորվածությունների իրականացման երաշխավոր, բայց Ալիևը արգելել է, թույլ չի տալի միջնորդների, դե Փաշինյանը ինքել չեն կարող Ադրբեջանի խոսքը հրամաններին, հրահանգներին չի ենթարկվել։ Այս տրամաբանությունն այն է, որ պետք է ճիշտ անել, որ լինեին միջնորդներ։